իմ մի կտորն է ու ես այդ անքակտելի կապը զգում եմ Արցախի հետ։ Վերջի իմ այցելությունն էլ Արցախում հենց եղել է Գանձասար։ Ծանր եմ տանում եւ իսկապես անընդունելի եմ համարում, որ Արցախյան հերոսամարտը ներկայացվում է որպես արկածախնդրություն։ Իմ ուղեղը հասկանում է, որ ես վաղ Արցախ չեմ կարողանալու գնալ, բայց ինձ համար անընդունելի է, որ ստիպում են իմ սիրտն էլ չզգա դա։ Արցախը այնպիսի մեծ նվաճում էր, որ տարիների ընթացքում մեր բոլորի բաց թողումն է, որ ամեն հայ չի եղել Արցախում։ Մեր ինքնությունն է, մեր պատմությունն է, մեր հայրենիքն է։ Չենք կարող չհիշել։ Աննա, թա Տիկին Գրիգորյան։ Աննա, իհարկե Աննա։ Ինձ է լատի ավելի լավ։ Աննա, Կապանում ենք։ Հա, շատ ուրախ եմ, որ եկած եք Կապան։ Մի քանի հետ պայմանավորվել ենք Երևանում նկարահանումներ, հարցազրույց կազմակերպենք, ստացված չի որոշանք մուկ կյանք Կապան։ Ինձ թվում է տալ է ճիշտ է։ Ճակատագիրը ճիշտ դասավորվեց։ Վեճ չէ՞ որ բարբարավն սկսալ մեզից։ Մեծ լսողների համար իմ բարբարով խոսալը շատ տարօրինակ է հնչում, բայց ամեն դեպքում թող ինձ լսողներն էլ իմանան, որ ես ավելի շատ սկի բարբարով եմ խոսում, իմ ընտանիքում, իմ հարազատների, ընկերների հետ բարբարով եմ խոսում։ Դե ասում են, չէ՞, որ Ղարաբաղցիները, կապանցիները ոչ միայն բարբարավն նման, այլ նաև բնավորությամբ, հատկապես համառությամբ։ Հա, ինչ մեր այդ համառության շնորհիվ ենք ստացել։ Հա, համառությունը, բնավորության շատ գծեր են, իրականում շատ գծեր են համընկնում։ Եվ ընդհանուր այդ լեզվամտածողություն, սոցիալ հոգեբանություն, այդ ամեն ինչը շատ նման է։ Ու մենք ում հասկանում խեին ասում Կապանը այդքան շատ է նման։ Հա, Ստեփանակերտին, բնությունը։ Գանի առաջին անգամս Հափան։ Հա, առաջին անգամ ու իսկականից բնությունը, մաքրությունը, կոկիկությունը։ Նույնիսկ այդ ոլորապտույտ ճանապարհները։ Հա, լավ, անցնի գրական հայերենին, մեր մեզ շատերը հասկանան։ ես բան չեմ անում, դաշը չեմ կարողանում նորմալ կողմնորոշվել հիմա գրական, բարբառով, հա։ Դուք ձեր ծննդավայրում եք, մենք էլ մեր ծննդավայրին մոտ։ Ստեղ է իմ տունը, իմ ծնողներն այստեղ են ապրում, իմ ամուսնու ընտանիքը այստեղ է ապրում։ Այսինքն, եթե աշխարհի երեսին մի կետ կա, որ կարող եմ ասել, իմ տունն է, նու մեծ մասշտաբից եթե ավելի փոքրացնենք, Կապանն է իհարկե։ Արցախում երբևէ եղել եք։ Այո, բնականաբար Արցախում շատ եմ եղել, արմատներ ունեմ նաև Արցախից, հայրական կողմից տատը Մարտունու շրջանից էր, Հացի գյուղից։ Եվ տատս շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում իհարկե իր գյուղից, իր անցուդարձից, ընդհանուր իրենց առօրյաներից, առօրյայից, թե որտեղ էր սովորում։ Ինչ որ փուլում արդեն ինքը համալսարան ավարտելուց հետո նշանակվում է այստեղ թռչնաբուծականի տնօրեն, թռչնաֆաբրիկայի տնօրեն, հետո ամուսնանում ընտանիք է կազմում եւ բնակություն է հաստատում այստեղ տատս, բայց բնականաբար Արցախի հետ կապը պահպանվում է ոչ միայն գնալ գալով, այլ նաեւ իր ներկայացրածով, իր պատմածով։ Ես բնականաբար Արցախը ոչ միայն որովհետեւ հենց մեր հայրենիքն է, այլ նաեւ իմ մի կտորն է ու ես այդ անքակտելի կապը զգում եմ Արցախի հետ։ Կա անմոռաց հիշողություն, պատմություն։ Այնքան շատ են հիշողությունները, բայց եթե անկեղծ ասեմ, առաջին ոչ թե առաջին, այլ ասենց որ միանգամից փոխվեց ինձ մոտ, դե Արցախ շատ եմ գնացել տարբեր տեղեր եւ այլն եղել եմ, բայց 16 թվականի պատերազմից հետո ես սովորում եմ դիվանագիտական դպրոցում եւ դիվանագիտական դպրոցի ղեկավարի Վահե Գաբրելյանի ուղեկցությամբ մենք գնացինք Արցախ եւ առաջնագիծ գնացինք։ Այսինքն ինձ համար այդ առաջնագիծ գնալը, որտեղ Արցախ ավելի այլ պայմաններում ենք եղել, տարբեր տեղեր ենք այցելել, բայց հենց բուն առաջնագիծ գնալը, զինվորների հետ խոսելը, տեսնել թե ինչպես ամուր են կանգնած իրենց դիրքերում, դա ինձ թվում է Արցախի հետ կապված ամենատպավորիչ պահն էր, որ ես զգացի որտեղ է մեր սահմանը։ Այսօր երբ որ դուք հավանաբար եկաք, դուք տեսաք արդեն ադրբեջանցի զինվորին կանգնած, ես որպես Կապանում ծնված մեծացած մարդ երբեք չեմ տեսել հա թշնամու արկայություն տեսադաշտում չկար ուղղակի։ Հիմա կա, ժամանակին չկար եւ առաջին անգամ երբ ես տեսել եմ թե որտեղ է կանգնած ադրբեջանցի զինվորը, եղել է այդ ժամանակ ու դա ավելի ամբողջական դարձրեց իմ ընկալումները մեր սահմանների մասին, թե որտեղ են գտնվում մեր զինվորները եւ ինչքան ամուր է պաշտպանված Հայաստանը, Սյունիքը, քանի կար Արցախը։
Ընտանիքով էլ եք հասցրել լինել Արցախում։ Ես շատ ցավում եմ, որ տղաս չի հասցրել լինել Արցախում։ Տենց ամեն անգամ պլանավորում էինք գնալ, ամուսնուս հետ բնականաբար շատ ավելի հաճախ ենք եղել, բայց շատ ցավում եմ, որ տղայիս հետ չենք հասցրել լինել Արցախում։ Ինքը հիմա ինչ-որ ձև ինձ նույնիսկ մեղադրում է, որ այդքան գնացել ու իրան չեմ տարել, բայց դասերի բերումով, ինչ-որ տարբեր իրավիճակների բերումով չէր ստացվում, բայց Աստծո կամոք դեռ կյանքն Որտեղ արժևում եք է։ սիրում լինել, կան վայրեր, որոնք միշտ գնում եք, անպայման ուզում եք լինել այդտեղ։ Գանձասարը։ Պետք է Գանձասարն առանձնացնեմ, որովհետև ցանկացած մեկը ով Գանձասարում եղել է, եզակի խաղաղություն, եզակի անդոր։ Եթե ուզում ես ամեն բանից կտրվել, քո միտքը խաղաղվելու համար, կարելի է գնալ Գանձասար, նստել, մի քիչ խորել։ Հավանաբար վերջի իմ այցելությունն էլ Արցախում հենց եղել է Գանձասար ու երևի հատկանշականը հենց այդ առումով, որ հոգուտ հարազատ վայրում ես եղել վերջին անգամ Արցախում, եղել է հավանաբար 22 թվականին գործընկերներով գնացել էինք Արցախ։ Տարբեր այցեր էինք իրականացնում, մարդկանց հետ էինք շփվում, բայց վերջին անգամ Գանձասար գնացի, կառանձնացնեմ Գանձասարը հավանաբար։ Դու գրեթե ոչ մի առիթ բաց չեք թողնում խոսելու Արցախի մասին։ Այսօր շատերն են խուսափում խոսել Արցախի մասին, դա ցավից է, գուցե մեղքի զգացումից։ Ինձ թվում է նախ եւ առաջ ցավից եւ անզորությունից, որտեվ ցավում է մարդը, կորուստ ունես, բայց չգիտես թե ինչ անես, ոնց կարելի է վերադարձնել, ոնց ապրել է ցավով։ Տարբեր շերտեր կան Արցախի մասին խոսելիս, որ պետք է բացահայտել, նախ այն, որ մեր հայրենիքի մի կտորն է, դա անխոս, այսինքն այն ինչ որ քոնն է, դու բնականաբար կապվածություն ունես դրա հետ։ Բայց նաև ինքը անվտանգության տեսանկյունից մեր հիմնական զրահաբաճկոնն էր։ Եվ չի կարելի դա չտեսնել։ Ինչպես ես իմ խոսքի սկզբի առաջին հատվածում ասացի, ես Կապանում ծնվել մեծանալով երբեք չեմ տեսել ադրբեջանցի զինվոր կանգնած։ Մենք երբեք որևէ մեկի նշանառության տակ չենք եղել, ինչպես հիմա ենք գտնվում։ Ես ինքս դա զգացել եմ, ոչ միայն որովհետև ավելի մի փոքր ավելի շատ գիտելիքներ ունեի, դիվանագիտություն, մեր պատմություն եւ այլն, այլ նաեւ որովհետև հողի վրա եմ ես դա տեսել։ Հիմա չկար ադրբեջանցի զինվոր, մինչև Արցախի կորուստը, Արցախի կորուստից հետո ադրբեջանցի զինվորը հենց մեր մոտ կանգնած է, մեր տարածքներում, ոչ թե սահմանի վրա նույնիսկ, այլ մեր տարածքներում են կանգնած։ Հայ ինքնությանը բնորոշող առանձնահատուկ պատմամշակութային ժառանգություն ենք թողել, որը այսօր ավիրվում է, այլ ձևով է ներկայացվում։ Ես շատ հուսով եմ իհարկե, որ առաջիկա իշխանափոխությունից հետո մենք իսկապես առաջին քայլով գոնե տեր կկանգնենք մեր պատմամշակութային ժառանգությանը, որովհետև այո, ֆիզիկապես այնտեղ չենք, բայց մեր պատմական ներկայությունը գոնե կկարողանանք այնտեղ ապահովել։ Դա վստահաբար կարող ենք անել։ Տարբեր շերտեր կան, իհարկե Արցախի մասին պատմելիս տարբեր շերտեր կան։ Ինչի մասին է, որ խոսելիս ձեզ մի փոքր թեթևացած եք։ Ես վստահ չեմ, որ տենց թեմա կա Արցախի մասին խոսելիս, նույնիսկ եթե հիմա զգում եք, մի թեթև ամեն դեպքում ասենց հուշերով որ գնում ես, ամենօրյա կյանքում կենցաղում բնականաբար չես զգում, բայց հենց սկսում ես հիշողություններով հետ գնալ, ինչ որ զրույցներով հետ գնալ, հնարավոր չի, որ այդ ցավը զգացնել չտա, հնարավոր չի, որ դու թեթևություն ապրես։ Դա հիշելուց մարդիկ են, հարազատներ են, չգիտեմ, վայրեր են, որտեղ դու գնացել ես։ Կա ավելի սենց ոգին փառավորող, ոնց որ Գանձասարում լինելը, չգիտեմ, Դադիվանքում լինելը, Ղազանչեցոց եկեղեցում ողառելը եւ այլն։ Այդ զգացողությունները, որ այո, հոգիդ ավելի խորն է դարձնում, ոգիդ փառավորվում է, բայց ավելի թեթևություն չի տալիս բնականաբար։ Իսկ երբ լսում եք այդ մարդկանց պատմությունները, Արցախից բռնի տեղահանված։ Հա։ Վերջերս ֆիլմ էր նկարահանվել, պատմություններ էր, պատմվում էին պատմություններ բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին, ովքեր իրենց ցույց էին տալիս ոնց են գաղթի ճանապարհն անցել, իրենց հարազատների մասին լուր չունենալուց, հետո պարզելուց, բնականաբար սիրտդ ուղղակի կտոր ալինում, որովհետև չնայած դու անձամբ այնտեղ չես, բայց հաղորդակից ես, այդ ամբողջ պատմությանը հաղորդակից ես իրենց ապրած ամբողջ ողբերգությանը, ինչ են թողել ու իրենց մի ամբողջ կյանք, մի ամբողջ պատմություն ճամպրուկի մեջ դրած, եթե հասցրել են ճամպրուկի մեջ դնեն, թողել եկել են, շատերը իրենց հարազատների գերեզմաներն են թողել այնտեղ, նույնիսկ չեն էլ հասցրել իրենց հարազատների նորմալ հուղարկավորել, սքալ,
Եվ վերջո կարևոր է, չէ՞, կորուստից հետո սքալ, քո միջով անցկացնել, դա էլ չեն հասցրել անել։ Ամբողջական հայրենիքի կորուստ ա եղել։ Մեր հայրենիքի Արցախի հատվածի կորուստ ա եղել։ Բայց քանի ֆիլմ ա միջև այսօր նկարահանվել Արցախի կորստի մասին, քանիսն են տեսել այն պատմությունները, թե ինչպես են մեր տղաները վերջին պահին կռիվ տվել։ Որտեղ գիտեք, տարածված հիմա խոսույթ կա, որ թողել փախել են, տենց հա, անբարոյական խոսույթ, որ գեներացվում է տարբեր մակարդակներով։ Բայց քանիսն են, որ միջև վերջ կանգնել ու կռիվ են տվել։ Այդ բոլոր պատմությունները պետքա պատմվի։ Այդ բոլոր պատմությունների մասին ֆիլմեր պետքա նկարահանվի, որ անհետևանք այսպես չլինի, էլի, որ 3 տարի առաջ ենք կորցրել մեր հայրենիքը։ Ու դա չի կարող սենց բաներ եղավ։ Վերջերս ծանոթացա Տիկին Ալլայի հետ, ում 2 որդիները 23 թվականին զոհվել են։ Միայնակ մայր 2 որդիները զոհվել էին։ Եվ պետքա թույլ չտալ, որ սա մոլորեցվի, մեր ժողովուրդը մոլորեցվի սխալ խոսույթով, վարկաբեկիչ խոսույթով։ Մենք այս պատմությունները պետքա պատմենք, հպարտանանք հաղթանակով, ցավ զգանք պարտությամբ, ցավ զգանք կորստով, եւ ոչ թե ասվի դե հիմա բան ա եղել, չէ, մենք այդ ամեն ինչը մեր մեջով պետք է անցկացնենք եւ դա մեզ փոխելու է, դա մեզ ավելի լավն է դարձնելու, դա մեզ ավելի ուժեղ է դարձնելու։ Սրանք բացթողումներ են, որոնք բնականաբար պետք է լրացվի։ Քանի որ ասացի, որ տատս Մարտունու շրջանից էր, իր եղբոր աղջիկը Մարգարիտան Սարգսյան, ինքը եւս առաջին պատերազմում զոհվել է եւ ոչ թե որպես քաղաքացիական անձ, այլ գնացել է ռազմադաշտ, դիպուկահար է եղել եւ հադրութի պաշտպանության ժամանակ է զոհվել։ Այսինքն ինձ թվում է, չգիտեմ, նախ Արցախում գրեթե ընտանիք չկա, որ կորուստ ունեցած չլինի այս տարիների ընթացքում։ Ես հիմա շատ ուսանողների հետ եմ շփվում, ովքեր պատմում են, թե ինչպես են իրենց ավագ ընկերները համալսարանից գնացել, կամավորագրվել պատերազմին։ Այսինքն անհետևանք էս ամեն ինչը չի եղել եւ մեզ համար շատ կարեւոր կտոր է մեր հայրենիքի, մեր ինքնության մի մասն է Արցախը եւ որքան հնարավոր է մենք դա պետք է պահպանենք, այդ առնվազն հիշողությունը փոխանցենք մեր երեխաներին, իրենք էլ իրենց երեխաներին։ Արցախում Գանձասարը, Կապանում Վահանավանքը, այո։ Այո։ Եթե նույնիսկ զգաք, թե ճանապարհը, ինչպիսի գողտրիկ ճանապարհով մեկ եկանք Վահանավանք, նույն զգացողությունները, տպավորությունները վստահաբար դուք էլ գիտեք դեպի Գանձասարի գնացող ճանապարհը։ Միայն տանում է դեպի Վանք, նույնը եւ սա։ Այո։ Ու ընդհանուր մթնոլորտը, բնությունը, աուրան բավականին տպավորիչ է, հոգեոր իրական կենտրոն։ Արցախի շունչը, նմանօրինակ շունչ հենց կարելի է Սյունիքում զգալ, Կապանում զգալ։ Դա իսկապես եւ բարբառում է դրսևորվում, եւ բնությամբ է դրսևորվում, եւ հոգեվոր, մշակութային այլ ատրիբուտիկաներով է դրսևորվում, ինչը բնականաբար մեզ շատ միասնական է դարձնում։ Իսկ Արցախում կա մի վանք, որտեղ չեք եղել, հիմա ափսոսում եք դրա համար։ Որ ափսոսում եմ, չեմ եղել, չէ, կարծում եմ հիմնական տենց ամենակարևոր հոգևոր կենտրոններում բոլորում եղել եմ։ Ես ուզում եմ մենք այստեղ էլ խոսենք արցախցիների ու կապանցիների ընդհանրությունների մասին։ Նկատեցինք, որ բնավորությամբ նման են։ Եվ լավով, եւ վատով, որովհետեւ շատ համառությունը ես կարծում եմ դրական հատկանիշ է, բայց երբեմն ինքը իր բացասական հետևանքները եւս ունենում է, շատ համառ ժողովուրդ են ինչպես սյունեցիները, այնպես էլ արցախցիները։ Այո, բնավորությամբ նման ենք, կարծում եմ նույնիսկ տարբեր ճաշատեսակներով ընդհանրություններ կան։ Գալուց իմիջայլոց դա է հարցնում, ձեզ մոտ խաշիլը ընդունված կերակուրը թե չէ, ընդունված է, չէ։ Կարծում եմ մի քիչ ինչ որ տարբերություններ կլինեն, բայց խաշիլը, նույն ժենգյալով հացը, չնայած մեզ մոտ մի փոքր տարբեր է խմորի հաստությունից սկսած, այդ տարբեր խոտերի քանակից եւ այլն, այսինքն մի փոքր տարբերություններ կան, բայց ընդհանրական առումով նույն ոգին է, նույն շունչն է, նույն բնավորությունն է, նույն շատ նման կենցաղ է,
ինչ հիշում եմ, իմ տատը խաշիլ պատրաստում էր, մենք խաշիլ ուտում ենք, սկզբում իհարկե այլ ձևով էր, չգիտեմ, դուք դա տեսել եք թե չէ, չորաթանները, երբ որ sense չորաթանը տրորելով ստանում էին այդ թանը, հիմա իհարկե այլ ձևով է պատրաստվում, բայց չգիտեմ ֆորմատը որքանով է ճիշտ այդ ամեն մանրամասնությունների մեջ մտնելը։ Կապված է Արցախի հետ, մենք կարող ենք մեզ թույլ տալ խոսել դրա մասին։ Հատկապես որ ինչ որ տենց մշակութային առանձնահատկություն է իր մեջ պարունակում։ Իսկ կա մի բան, որ կար Արցախում եւ այն չեք գտնում ոչ մի տեղ։ Ոյ դժվար է հիմա այդպես ինչ որ մի բան առանձնացնել, որովհետեւ ամեն ինչն էր, այլ ընդհանուր Արցախն եմ ես շատ կարոտում։ Ամեն բանն է ուրիշ։ Կարող ես նմանություններ գտնել, բայց նա չի։ Հետևաբար ամեն ինչն էլ կարոտում եմ եւ Աստծո կամոք մենք մի օր կկարողանանք վերադառնալ Արցախ։ Իսկ այստեղ առիթներ ունենում եք արցախցիների հետ շփվելու, հանդիպումներ կազմակերպելու։ Տեսեք, չնայած Կապանը, ընդհանրապես Սյունիքը, բայց հատկապես Կապանը ինքը շատ հարմար միջավայր է արցախցի մեր հայրենակիցների համար, որովհետև գիտեք բարբառից սկսած տարբեր առանձնահատկություններ, ինչպես արդեն խոսեցինք, շատ ընդհանրական են, բայց որ ասեմ, շատ արցախցիներ են եկել Կապանում բնակվելու, այդպես չի։ Տարբեր բնականաբար պատճառներ կան անվտանգությունից մինչև այլ տարբեր Չէ, պարզապես չգիտեմ, որ այսքան նման է։ Չէ, ես վստահ եմ, որ ինձ թվում է գիտեն, ամբողջ հարցն այն է, որ այդ անվտանգության զգացողությունը հատկապես Արցախի կորստից հետո շատերը մտածում են, որ ադրբեջանական զորքն է այստեղ արդեն տեղակայված, մարդիկ կան, որ 3 անգամ տուն են փոխել, 3 անգամ ստիպված են եղել տեղափոխվել, նոր տուն դնել եւ քանի որ այդ անվտանգության ամբողջական զգացողությունը չկա, մտածում են հանկարծ չգնան միտեղ, որտեղ Աստված մի արածце նոր սպառնալիքներ ձևավորեն, այսինքն մարդիկ իրենց ամբողջ կյանքը մշտական սպառնալիքի տակ ապրել են, հիմա փորձում են ավելի այնպիսի վայր գտնել, որտեղ նույնիսկ տեսական այդ սպառնալիքը չի լինի։ Սա իմ մեկնաբանությունը, միգուցե այլ պատճառներ եւս կան, չգիտեմ, բայց բնականաբար այստեղ ճանաչում եմ մարդկանց, ովքեր արդեն որոշակի գործունեություն են ծավալում, տարբեր, չգիտեմ, բիզնես են դրել, հա փորձում են տեղավորվել, այսինքն իրենց կյանքը դասավորվել։ Իհարկե նրանցից յուրաքանչյուրը շատ կցանկանար հենց մնալ Արցախում եւ իր կյանքը, իր երեխաների ապագան այնտեղ տեսնել ու դասավորել, բայց այդպես է ստացվել, որ իրենք հիմա Կապանում են եւ ես տեսնում եմ, որ բավականին ակտիվ ներգրաված են ամենօրյա կյանքին։ Արցախի մասին խոսելիս շատերը մտածում են, որ այն պետք է թողնել անցյալում։ Արդյոք դա մոռանալ չի նշանակում։ Ընդհանրապես մարդն անասունից տարբերվում է իր հիշողությամբ։ Մենք չենք կարող չհիշել Արցախի մասին։ Մեր ինքնությունն է, մեր պատմությունն է, մեր հայրենիքն է։ Չենք կարող չհիշել։ Ի վերջո, մի քանի տարի առաջ էինք Արցախում, հասկանում եք, դա հեռու անցյալ չի եղել, մի քանի տարի առաջ։ Ու այդ վերքը դեռ չի սպիացել։ Իմ ուղեղը հասկանում է, որ ես վաղ Արցախ չեմ կարողանալու գնալ, բայց ինձ համար անընդունելի է, որ ստիպում են իմ սիրտն էլ չզգա դա։ Ես զգում եմ, որ իմ հայրենիքն եմ կորցրել, ես զգում եմ, որ իմ սիրտը ուզում է նորից այնտեղ գնալ։ Իհարկե ուղեղս նաև հասկանում է հնարավորությունները, ստեղծված իրավիճակը, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, ուժի դիսբալանսը եւ այլն եւ այլն։ Բայց չեմ կարծում, որ հնարավոր է մոռացության մատնել, հնարավոր է մոռացության մատնվի հայրենիքի գոյություն։ Դա ուղղակի անհնար է։ Երբ որ հիմա ասում են մոռացեք, ոչինչ չի եղել եւ այլն, դա աննորմալություն է, որովհետեւ ինձ ու ձեզ միավորող բազմաթիվ տարրեր կան, որոնցից մեկը մեր պատմությունն է, որով մենք պետք է հպարտանանք։ Ծանր եմ տանում եւ իսկապես անընդունելի եմ համարում, որ Արցախյան հերոսամարտը ներկայացվում է որպես արկածախնդրություն, որ դա մեր կողմից արկածախնդրություն է եղել ներգրավել Արցախյան պատերազմի մեջ, կամ այնպիսի դիսկուրս են ծավալում, ասես ագրեսորը մենք ենք եղել, մենք ենք որոշել, որ պետքա պատերազմ լինի, մինչդեռ եղել է հարձակում մեր հայրենակիցների վրա եւ մենք որոշել ենք Հայաստանում որոշում է կայացվել պաշտպանել մեր հայրենակիցներին, նրանց ֆիզիկական գոյությունը թույլ չտա, որ բնաջնջվեն։ Հետևաբար դա ոչ թե արկածախնդրություն էր, այլ սեփական հայրենակիցների նկատմամբ պարտք, որ իրականացվել է եւ իսկապես մեզանից յուրաքանչյուրը պետք է հպարտ լինի, որ մենք հերոսամարտ ենք կերտել, որ մենք հերոսներ ունենք, Մոնթե ունենք, այդ հերոսներին հնարավոր չի մոռանալ։ Եվ գիտեք, շատերը հիմա մտածում են, չէ, որ անցել գնացել է ամեն ինչ։ Ամիսներ առաջ էր, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Աբաջյանի արձանը բացվեց։
Երևանում կանգնեցվեց Արցենը իր հայտնի խոսքերով, եւ ես տեսա ինչ մեծ սատարում ունեցավ միայն այդ իրադարձությունը։ Հա, սոցիալական ցանցերով ինչքան տարածում գտավ, ինչքան խրախուսական բառեր հնչեցին, այսինքն դա հենց այնպես կորած չի։ Մեր տեղեքի կյանքը հանուն ոչինչի չի եղել։ Նույնիսկ եթե այսօր ամենաբարձր մակարդակով այդ քարոզչությունը գնում է, որ պետքա մոռանալ, որ դա սխալ է եղել, այդ ճիշտ չի եղել, որ մենք գնացել ենք մեր հայրենիքը պաշտպանելու, միևնույն է, ենթագիտակցական մակարդակով հայ մարդը իր ողնաշարով զգում է, որ դա ճիշտ որոշում էր։ Մենք հաղթանակ ենք կերտել, որով պետքա հպարտանանք ու պետքա ցավանք, որ այսօր այդ այն իրողություններն են, որոնք մենք հիմա ապրում ենք։ Ինչքան էլ անցնի, հիմա ձեզ ասեն մոռացեք, դուք կմոռանաք ձեր կյանքում։ Ինձ ասեն մոռացի, ես կարող եմ մոռանալ։ Իհարկե չի լինի, այդ հիշողությունն ամենաթանկն է, որ մենք պահում ենք, փորձեն ջնջել։ Ինչքան էլ փորձեն ջնջեն, դա ուղղակի հնարավոր չի, նույնիսկ տեսականորեն հնարավոր չի։ Իսկապես ես շատ ցավում եմ։ Արգել են Արցախ անունը հնչեցնել։ Դե հիմա այդպես է, տեսնում եք, առաջ գոնե Լեռնային Ղարաբաղ էին ասում, հետո Ադրբեջանը գիտեք իրենց մոտ փոխեց, այլևս Ղարաբաղ ասվում եւ այստեղ են Ղարաբաղ ասում, որից նույնիսկ Արցախ ասելուց հետո ստիպված են լինում ներողություն խնդրել, դա իհարկե անթույլատրել է։ Այո, ընդունում ես փաստը, որ այսօր Արցախը օկուպացված է, բայց Արցախի մասին չխոսել, Արցախ չհիշելը կամ դա քրեական ինչ որ sense մի բանի վերածելը ուղղակի անթույլատրել է, անհնար է։ Մենք նույնիսկ վախ ունենք, որ Երևանում ունենք, չէ, Արցախի փողոց, այդ անունը կվերանվանեն։ Ես մի օր իրանց հարցրեցի, հիմա վերջը Մոնթեն հերոս է, թե հերոս չի։ Մոնթեն Արցախը ազատագրում էր, արցախցիներին պաշտպանում էր։ Հիմա ինքը հերոսություն է արել, թե հերոսություն չի արել։ Երբ որ այդ պարամետրերը ամբողջությամբ փոխվում ես, պարադիգմը փոխում ես, հայացքը փոխում ես իրադարձություններին, դու կարևոր հարցերի պետք է պատասխանես, այսինքն հերոսությունը հանձնելը եւ ոչ թե ազատագրելը։ Հա, ես չգիտեմ, սա ուղղակի անթույլատրելի, մենք մի հատ հուն ենք մտել, որից պետք է վստահաբար դուրս գանք։ Մեզ բոլորիս, աշխարհում գտնվող բոլոր հայերին բաներ կան, որ միավորում են։ Մեր հավատն է։ Այսօր Ստեփանակերտում եկեղեցի է քանդվում եւ դա զերո արձագանք է գտնում գործող իշխանությունների կողմից։ Մեր հավատն է, որ չի կարող բնաջնջվել, մեր հիշողությունն է, մեր հայրենիքի տարբեր հատվածներն են։ Դա ուղղակի չի լինի մոռանալ։ Այդ ամեն ինչը մեզ կապում է, մենք դրանով ենք ուժեղ։ Ու ես շատ հաճախ ասում եմ, որ շատ ափսոսում եմ, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ այդպես էլ հնարավորություն չունեցան գնալ Արցախ։ Գիտեք, որ հիմնականում Արցախ, իհարկե մի մասը եղել է Արցախում, բայց մի մասն էլ որովհետև լավա չեմ եղել, որովհետև ավելի ծանր է, այդ ծանր կտային, բայց մի մասն էլ եղել է, որովհետև իրենց որդիներն են ծառայել Արցախում, բայց կարծում եմ Արցախը այնպիսի մեծ նվաճում էր, որ տարիների ընթացքում մեր բոլորի բաց թողումն է, որ ամեն հայ չի եղել Արցախում։ Բա դու դարեր շարունակ մենակ կորուստ ունենաս ու մեկ էլ միավորված կարողանաս հաղթանակ կերտես, բայց մի ամբողջ ժողովուրդ չկարողանա դրա մի մասը վերցնի իրեն։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է գոնե մի անգամ լիներ Արցախում, զգար մեր հայրենիքի մի մասը, ոնց ենք հիմա մենք զգում, ասես տեսնում ու վերապրում ես, հիացմունք ես չես զգում, որովհետև սա աննկարագրելի շքեղություն է, որ օրհնված ենք մենք այս շքեղությունը ունենալով։ Նույնը նաև Արցախում, ու ես շատ իսկապես ափսոսում եմ, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ այդպես էլ տարիներ շարունակ չկարողացան լինել Արցախում։ Ես գիտեմ, որ մեծ մասը ափսոսում է, որ այդպես էլ գոնե մի անգամ չեղավ Արցախում։ Չգիտեմ որքանով է ձեզ համար հաճելի այս թեմայով խոսելը, բայց այնուամենայնիվ հարցն է, դուք խոստովանել եք, որ հավատացել եք իշխող ուժին, ափսոսում եք, որ քաղաքականություն մտել եք որպես ՔՊԱ-կան։ 2020 թվականի պատերազմից հետո շրջադարձային որոշում կայացրիք։ Ինչպես դա եղավ։ Որպես ՔՊԱ-կան ես երբեք չեմ եղել, անկուսակցական եմ եղել։ Մարդ եմ եղել, ով ուզեցել է, որ երկրի ներսում տեղի ունենան փոփոխություններ։ Բայց հազարավոր, 100 հազարավոր մարդիկ 18 թվականին, այնպես ինչպես ես, չեմ սատարել Նիկոլ Փաշինյանին, որ բերի մեր ժողովրդին այս ողբերգությունը, որի մեջ մենք հիմա ապրում ենք։ Ես Նիկոլ Փաշինյանին չեմ սատարել, որ ինքը Արցախ հանձնի,
իր վախկոտության բերումով հազարավոր տղաների կյանքը դնի զոհասեղանին։ Այլ խոսույթով էր խոսում Արցախի մասին։ Տեսեք իր հայտարարությունները այդ բանի, հա, տատիկ պապիկի ձեդը բաբոյի դիմաց կանգնած, որ սա մեր հպարտությունն է, նույնիսկ մի հարցազրույց ունի, որտեղ հարցում են, որ 30 տարվա պատմության մեջ ամենամեծ ձեռքբերումը որն է, հաջորդի ասում է Արցախի ազատագրումը։ Ես չեմ սատարել այն ամեն ինչը, ինչ որ արել է, հետևաբար պետք էր իմ ըմբոստությունը ցույց տայի, իմ անհամաձայնությունն ու անհանդուրժողականությունը ցույց տայի վարվող քաղաքականության նկատմամբ, ինչը ես արել եմ, որովհետև այլ ձև ես չէի կարող։ Տղեկի արյունը հանուն ոչնչի չէր։ Մենք Արցախը մեր հայրենիքն է եւ Արցախի կորուստը չի կարող անհետևանք լինել։ Ինձ համար դա մտքի ցունամի էր, իմ ամբողջ ներաշխարհը տակնու վրա է եղել եւ դա չէր կարող չարտացոլվել իմ գործողությունների մեջ։ Իսկ երբևէ արցախցիների արչև մեղքի զգացում ունեցել եք։ Ես այդպես չէի ձևակերպի, որովհետեւ նախ ես այնպիսի որոշում չեմ կայացրել։ Այսինքն ես չեմ եղել կուսակցության անդամ 18 թվականին այո սատարել եմ Նիկոլ Փաշինյանին, բայց հենց դրա համար եմ ասում, հեղափոխության ջահագիրներից լինելու համար։ Ես նախ ջահագիր չէի, այդպես դժվար է ասել, հա, որովհետև հեղափոխության այլ հիմնական դեմքերը լրիվ այլ մարդիկ էին, ու սա հիմա ոչ թե պաշտպանողական տեսանկյունից եմ ասում, այլ որպեսզի բոլոր ամեն ինչը իր ճիշտ տեղում դրվի, բայց կրկնում եմ, ինչպես ես 100,000-ավոր մարդիկ էին այդպեսին, այսինքն 100,000-ավոր մի ամբողջ ժողովրդի ավելի լավը դառնալու ցանկությունը չի կարելի այդպես բարդել։ Ես կներեմ, որ ինձ ասեն, այ դու մեղավորություն ունես, բայց ինձպես 100,000-ավոր մարդիկ են եղել, ովքեր կարծել են, որ այլ իրավիճակ է լինելու։ Երկրի ներսում փոփոխություն է լինելու, բայց Արցախի կորուստ չի լինելու, տղեկ չեն զոհվելու։ Հիմա ոչ երկրի ներսում փոփոխությունը կա, բայց երաբլուրը երապատկված է, Արցախն էլ ադրբեջանական է։ Իսկ արցախցին երբ է սխալվել ձեր կարծիքով։ Բոլորս ինչ որ չափով այո սխալներ ունեցել ենք, բայց հավաքական առումով հիմնական իրադարձությունների վրա ազդեցություն ունեցել է մի մարդ եւ իր կայացրած որոշումը։ Ես նույնիսկ չեմ էլ ուզում ասել քաղաքական թիմը, որտեղ այնտեղ եզակի մարդիկ կան, ովքեր նույնիսկ տեղյակ են եղել, ոչ թե որոշում են կայացրել, ուղղակի տեղյակ են եղել ինչա տեղի ունենալու։ Այն, որ իր կայացրած որոշումների արդյունքում այսօր մենք Արցախ չունենք, եւ իր կայացրած որոշումների արդյունքում հիմա ուղղակի ջնջվում է այն ինչ կապված է Արցախի հետ, պատկերացրեք, երբ որ Ցեղասպանության ինստիտուտ թանգարանում Արցախի ջարդերի վերաբերյալ գիրք են նվիրում ԱՄՆ փոխնախագահի եւ դրա համար են հեռացվում։ Երբ որ Ստեփանակերտում նորից կրկնում եմ, եկեղեցի քանդվում, այստեղ արդարացնում են եկեղեցու քանդումը, այսինքն սա մի հատ աննորմալ մի հատ process-ի մեջ ենք մտել, հողի վրա իրականությունը փոխեց, հանձնեց Արցախը, հիմա այլ ասում են ձեր բոլորդ ուղեղներից ջնջ, այդպես չի լինում։ Կամ պետք է ինչ-որ վիրուս տարածվի մեր բոլորի վրա, որպեսզի դա տեղի ունենա, հակառակ պարագայում աննորմալությունը հնարավոր չի դա ջնջել։ Եվ արցախցիներն էլ բոլորն էլ պարզա չէ, որ ինչ էլ արել են, մտածել են, որ դեպի լավն են անում, ինչ որոշում էլ կայացրել են, մտածել են, որ հանուն իրենց է եղել, բայց ցավոք կոնկրետ մարդիկ կոնկրետ որոշումներ են կայացրել, որի հետևանքներին հիմա մենք բոլորս առերեսվում ենք։ Իսկ կա մի այնպիսի հարց Արցախին վերաբերող, որի պատասխանը մինչև հիմա չեք գտնում։ Թե բոլոր հարցերի պատասխաններն ունեք։ Ընդհանրապես ոչ մեկ չունի բոլոր հարցերի պատասխանը։ Բայց ես վստահ եմ, որ այս իշխանությունների հեռացումից հետո մենք ամեն ինչ իմանալու ենք։ Բացահայտել են 20 թվականի պատերազմի բոլոր նրբությունները։ Հիմա գիտեք, որ կա զեկույց պատերազմի հանգամանքները քննող, բայց դա արել են մարդիկ, ովքեր անմիջական պատասխանատվություն պետք է կրեն, այսինքն հիմնական պատասխանատուները սեփական մեղքը քննել ուղղակի չեն կարողանա։ Հետևաբար 20 թվականի պատերազմի մանրամասները, դրանից հետո տեղի ունեցածը, բանակցային նրբությունները, այդ ամեն ինչը պետք է իմանանք։ Այդ ամեն ինչը կբացահայտվի։ Հետևաբար, երբ որ ասում եք դուք հարց ունեք, որի պատասխանը չգիտենք, նույնիսկ բազմաթիվ բաներ կարող է հիմա իմանանք, որ հետո պարզվի այլ դիտանկյունով է մեզ ներկայացվել, այսինքն իշխանապողությունից հետո, ու ես ինձ համար չեմ ուզում, որ իմանամ։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հայ ժողովուրդը իմանա, որովհետև քանի ամեն բան քո համար բացահայտված չի ողբերգության հետ կապված, դու կարող ես տարբեր պատճառներ գտնել, տարբեր մեղավորների վրա դնել, բայց պետք է ամբողջությամբ բացահայտվի եւ մենք դրանով չես մխիթարվի բնականաբար, բայց ճշմարտություն իմանալը արդեն կարևոր է։ Հիմա ինչպես ցավը ուժ դարձնել։ Ցավը ուժ դարձնելու համար նախ գոնե պետք է այդ ցավը զգալ։ Հիմա ամնեզիա է։
Իշխանությունն ինչ անում, ասում եմ՝ «Մի զգացեք այդ ցավը, ինչքան ցավացել ենք»։ Ու ես վստահել չեմ, որ տենց ամբողջական մեր մեջով անց ենք կացրել։ Շատ ընտանիքներ, այո, տուժել են, կորուստներ են ունեցել խոնարհումս բոլորի առաջ, բայց այդ հավաքական ինչպես հաղթանակի եւ ձեռքբերման պերճանքը չենք զգացել, այդ հաճույքը չենք զգացել, նույնը նաև կորուստի դեպքում։ Ես սա եմ, որ խնդիր եմ տեսնում, որ համազգային հպարտությունից մինչև համազգային կորուստ ամբողջ ծավալով մեր մեջով չանցավ։ Եվ ինչպես հաղթանակը չկարողացանք ճիշտ զգալ, ճիշտ վերաբերվել հաղթանակին, այնպես էլ ցավին չենք կարողանում ամբողջությամբ ճիշտ վերաբերվել, բայց մեր մեջով պետք է անցկացնենք, ցավը ընդհանրապես մարդուն ավելի ուժեղ է դարձնում։ Մարդն ով մի անգամ ծանր ցավ զգում է, ինքը ավելի տոկունանում է։ Իհարկե, եթե ամբողջությամբ չի կոտրվում։ Հիմա հայ ազգը ես վստահ եմ այն ազգը չի, որ պետք է կոտրվի։ Տարբեր դրվագներ մեր ամբողջ պատմության, որ նայես, այո, կորուստներ, բայց ոտքի կանգնել կորուստ, ոտքի կանգնել կորուստ, ոտքի կանգնել, մենք բնականաբար շատ ավելի ուժեղ ենք լինելու, բայց այդ ցավը ոչ թե պետք է ասել, որ ես չեմ ուզում սրան դիպչել, ես չեմ ուզում սրա մասին հիշել, որպեսզի հանկարծ ինձ բան չլինի, հակառակը պետք է զգալ այդ ցավը, ապրել այդ ցավը ու հասկանալ, այո, ու հասկանալ հաջորդ քայլը ինչ ես անում։ Իսկ առանց այդ ցավը զգալու հնարավոր չի մտածել ապագայի ավելի լավ օրվա մասին։ Ինչպես պահպանել վերադարձի գաղափարը, որպեսզի այն չմնա որպես երազանք։ Նախ սկսենք առաջին քայլից չպետք է վերադարձի գաղափարը դեմոնիզացվի։ Թվում է թե ինչ ես ասում, չէ՞, վերադարձի հարց, որը միջազգային իրավունքի տիրույթում է, բնական իրավունք է մարդու վերադառնա իր հայրենիք, իր տուն, բայց հիմա դա այնքան դեմոնիզացվում է, հավասարացվում է պատերազմին, որն ուղղակի անթույլատրելի է։ Տեսեք, ադրբեջանցիները հիմա խոսում են 300,000 ադրբեջանցի Հայաստանում բնակեցնելու մասին, որ չգիտես այդ 300,000 թիվը ընդհանրապես որտեղից են պեղել, ընդհանրապես 300,000 ադրբեջանցի որտեղ է ապրել Հայաստանում։ Բայց իրանք փորձում են դա ընդհանուր իրենց համազգային խնդիր դարձնել։ Պետական ֆինանսավորում են իրականացնում, միջազգային հարթակներում բարձրաձայնում են։ Ես որպես մարդ, որ տարբեր միջազգային հարթակներում հաճախ լինում եմ, ինձ միջազգային մեր գործընկերները հարցնում են ինչպես է այդ հարցին վերաբերվում։ Բայց ցավոք իրենց երբեք չեն հարցնում ինչպես եք դուք վերաբերվում Արցախի ժողովրդի վերադարձի հարցին, որովհետև այս կողմից այդ քաղաքականությունը չի վարում։ Ու ես բացարձակապես համաձայն չեմ այն մտքի հետ, որ դա ուղիղ պատերազմ է նշանակում, դա պատերազմ չի նշանակում։ Բնական իրավունքի հարցը, որը պետք է փորձել միջազգայնացնել, եւ դա իրատեսական է։ Այո, ես ձեր դիմաց կանգնած կանվաչեմ, որ ասեմ վաղ իշխանափոխությունից հետո մենք վերադառնում ենք Արցախ կամ Արցախը վերադարձնում ենք, որովհետև դա այս փուլում հողի վրա իրողությունները ինձ թույլ չեն տալիս դա ասել։ Բայց արդյոք մենք չպիտի խոսանք մեր վերադարձի իրավունքի մասին, պետք է խոսանք։ Ադրբեջանը խոսում է, մենք ոչ միայն չենք հայլայնորեն փորձում դիմադրել, այսպես զսպել, այլև ընդհանրապես ասում ենք այդ խոսույթը մեր մասին չի, այդ խոսույթը չկա, ու այդ դա արդարացնելու համար բան ենք անում, չէ՞, այսպես մեղադրում ենք 30 եւ ավել տարիներ առաջ տեղի ունեցած ուղղակի խայտարակություն։ Չէ, մենք այն պայման ուզում ենք, որ դուք ասեք վերադառնալ։ Այո, ու ամեն բան պետք է անել այդ հարցը առաջ տանելու, այդ հարցը մեր օրակարգում պահելու համար։ Իսկ ինչպես պետք է վերադառնալ, նախ այդ օրակարգը պետք է պահենք մեր մտքում, մեր քաղաքական ռացիոնալ հաշվարկների տրամաբանության, ոչ թե նախ ընդհանրապես վատ չի ժողովրդի համար, ազգի համար երազանք ունենալ։ Հենց սովորաբար մեզ ասում են, չէ, ինչ երազանք, ինչ բան, ընդհանրապես լավ է երազանք ունենալ։ Իհարկե, որպես քաղաքական գործիչ քո քաղաքականությունը մշակելուց հաշվում ես, հաշվարկ ես, որովհետև քաղաքականությունը հաշվելու մասին է։ Ինչ ներուժ ունես, ինչ ծրագիր կարող ես անել, ովքեր են քո կողքը կանգնած եւ այլն եւ այլն։ Բայց հավաքական երազանք ունենալու մեջ վատ ինչ կա։ Որ մի ազգն է հարատևում առանց երազանքի, որ մի ազգն է հարատևում առանց խորքային հիշողության, ինքնության պահպանման, ուղղակի հնարավոր չի։ Տեսեք, մեր հարևան Իրանում ինչպիսի իրադարձություններ են տեղի ունենում, ու թվում էր, թե ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող է ամբողջ պետությունը փլուզվել, բայց նույնիսկ երկրի ղեկավարի այսպես սպանությունից հետո եւ բազմաթիվ ղեկավարների սպանությունից հետո այդ խորքային մտածողությունը պահպանվում է, որովհետեւ իրանք գիտեն, որ իրանք խորքային պետություն են, իրենք պետք է պահպանեն, այո, ազգային մտածողություն, ընդհանրապես ես հավատացած եմ, որ մեր տարածաշրջանում առանց ազգային գաղափարախոսության, ազգային պետության գոյության հնարավոր չի այստեղ մնալ։ Մեր հարևաններին նայեք,
իրենք բոլորն էլ խարսխված են ազգային արժեքների, ազգային երազների, այդ երազը վատ բառ չի։ Ինքը ոչ թե ցնորք է, այլ ուժ է։ Այո, պետք է երազանքը իհարկե նպատակ դարձնել, նպատակ գործողությունների ծրագիր, հաշվարկված ռեսուրսներ եւ այլն, ես ավելի շատ մանրացա, բայց դա վատ բան չի եւ վերադարձի մասին մշտապես պետք է խոսել։ Արցախցիներին ինչ կցանկանայիք ասել։ Ես կցանկանայի, որ իրենք իմանան, որ իրենք հերոսական ճանապարհ անցած մարդիկ են։ Այնպես չի, որ հեշտ է եղել այս ամբողջ տարիներին դիմադրել։ Ես մեր խոսքի սկզբում ասացի, որ ես ադրբեջանցի զինվոր առաջին անգամ տեսել եմ Արցախի առաջնագծում։ Իրենք իրենց ամբողջ կյանքը ապրել են դրա հետ։ Իրենք ամբողջ կյանքում տեսել են կորուստներ, հարևանի, սեփական տան մեջ է եղել կորուստը։ Եվ իրենք պետք է իմանան, որ իրենք հերոս ժողովուրդ են, որ չնայած նրան, որ այսօր տեղի ունենում այս խայտառակ հակակարողությունը եւ ատելության սերմանումը նրանց նկատմամբ, միևնույնը հայ ժողովուրդը սիրում է արցախցիներին, մենք մեկն ենք, այսինքն sense տարբերակում են, որ համ խոսում եմ, համոզում եմ, որ միգուցե մի քիչ տարբերակման նոտա հնչի իմ խոսքի մեջ, այդ տարբերակումը չկա, պետքա պինդ լինել, պետքա հավատալ, որ մենք ուժեղ պետություն ենք ունենալու, շատ խնդրեմ իրենց, որ չլքեն Հայաստանը, որովհետև ես գիտեմ տվյալներ, որ բազմաթիվ արցախցիներ արդեն դուրս են եկել Հայաստանից, այստեղ հնարավորություն չեն տեսնում կամ ինչ-որ ձև չեն կարողանում ինչ-որ բաներ մտածում են, հետո չեն կարողանում այստեղ մնալ, ես ուզում եմ իրենք շատ մնան Հայաստանում եւ համառորեն ուժեղ պետություն ստեղծենք, որտեղ միայն ուժեղ պետությունը կարող է խոսել վերադարձի մասին, կարող է իրականացնել վերադարձը միջազգային գործընկերների հետ, այդ թեմաները առաջ տանել։ Հետևաբար ինչ կարող եմ խնդրել, խնդրանք, որտեղ ուրիշ բան չեմ կարող ասել, մնալ Հայաստանում, մտածել ուժեղ Հայաստան ունենալու մասին եւ որը կբերի նաեւ վերադարձի իրավունքի իրացման։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։